Մայրաքաղաքի հենց կենտրոնում արդեն քանի տարի ձգվող նորակառույց թաղամասի շինարարությունն անհարմարություններ է պատճառում հարակից շենքի բնակիչներին։ Խանջայոթում կատարվող 33 թաղամասում իրականում տարբեր շինարարություն մեծ մասշտաբի ձևերով եւ դիմացում կա 4 հարկանի շենք, որը խախտում են բոլոր իրավական նորմերը, վնասելով բոլոր բնակիչներին իրանց ծանր տեխնիկանով աշխատելով ընթացակարգի ժամանակ։ Մանկավարժական համալսարանի կողքին Խանջյան 7 հասցեում մի հին բազմաբնակարան շենք կա։ Այն դեռ նախորդ դարի 30-ականներին է կառուցվել հանրակացարանի սկզբունքով։ Հենց դրա կողքը Երևանի ամենահին թաղամասերից Ֆիրդուսն է, որտեղ ակտիվ շինարարական եռուզեռ է։ Կառուցվում է 33-րդ թաղամասը։ Կառավարությունը դեռ 2006 թվականից է թաղամասը ճանաչել հանրային գերակաշահ, նպատակ ունենալով այստեղ նորակառույցներ, խանութներ, հանգստյան գոտիներ կառուցել։ Բնակիչներից Վահրամ Սիմոնյանը ցույց է տալիս բնակարանի վնասված սալիկները, պատերն ու պնդում ամենօրյա շինարարության պատճառով են դրանք առաջացել։ Եվ հիմա երբ որ մենք դիմում ենք իրենց, որ անընդհատ մենք փոշի ենք շնչում, անընդհատ մեր պատերը ճաք են տալիս, խոհանոցի սալիկները լրիվ ճաքած են, այդ վիճակն է։ Շենքը վթարայնության 3-րդ աստիճան ունի եւ այս պայմաններում ամեն օր ել ավելի է վթարանում վիճակը, ասում են բնակիչներն ու պնդում հարակից հատվածներում նորակառույցներ կառուցող ընկերությունները պետք է փոխհատուցեն իրենց վնասը։ Մեզ ոչ մի բան չեն առաջարկում, իրանք ասում են շենքը կվերջացնենք, հետո կմտնենք, տեսնենք ինչը է, բայց շենքը ավարտելուց հետո ում բռնես, ում հրավիրես, ում կանչես։ Այո, դե կառուցապատողները նույնը ասում են այն մյուս լոտերի ներկայացուցիչները։ Առաջ ճանապարհը ստեղից որ կար, իրանք տեսեք, այս նոր դրեցին ցեմենտ բետոնի այս սալերը դրեցին, բայց մինչև այդ շենքի կողմից ասֆալտը 60-70 սանտիմետր։ Այստեղ ջրափոսեր են գոյանում եւ կոյուղու ջրերը ստեղով են անցնում։ Հիմա տեսեք նորից ստիպված բերեցին այս երկու օրը նորից ցեմենտ բետոն արեցին, որովհետև տվել ջարդել էին լրիվ, հնարավոր չէր ոչ մի բան անել։ Մեր բակում մեքենա չեն կարողանում կանգնացնել։ Կանգնած մեքենաների վրա վերևից ինչ ասես թափվում է, արդեն քիմ մաքրման խնդիր է առաջանում։ Խանջյան փողոցի այս հին շենքը եւս Ֆիրդուսի տների պես կառավարության 2022 թվականի որոշմամբ ճանաչվել է հանրային գերակաշահ, բայց բնակիչների խոսքով քանդվող շենքերի ցանկից հանվել է։ Վահրամ Սիմոնյանն ասում է, որ լուր են ստացել, որ շենքը նորից կճանաչվի հանրային գերակաշահ, իսկ դա նշանակում է, որ հին շենքը մի օր կքանդվի։ Որ եկավ տեխնիկա մտավ, սկսեցին քանդել, նոր այդ ժամանակ իմացանք, որ մեր շենքը եւս գերակաշահի տակ է։ Այն դեպքում, երբ որ նորից եմ կրկնում, միջպետական նշանակության ոչ մի կարևոր ճանապարհ կամ գազամուղ կամ նավթատար չի անցնելու։ Պարզապես բնակիչների ձեռքից վերցնում են, տալիս են կառուցապատողի, որը մասնավոր կազմակերպություն է եւ բնականաբար մեծ գումարներ են աշխատում։ Եվ իրանց նպատակը որն է, որ այս շենքը հասցնեն վթարայնության աստիճանի, որ վաղը մյուս օրը, եթե պետք լինի, արդեն 3-րդ աստիճանի կամ 4-րդ աստիճանի վթարային ճանաչեն, բնակիչներին ասեն այսքան ենք տալիս, ուզում եք, ուզեք, չեք ուզում։ Բնակիչները սակայն մտահոգ են, վատ օրինակներ ունեն, թե ինչպես Ֆիրդուսում սեփականատերերի ձեռքից վերցնում են տներն ու շուկայականից ցածր փոխհատուցումներ տալիս։ Թաղամասի հնաբնակները մի քանի տասնյակ հայցերով դատարաններում են, արդար փոխհատուցում են պահանջում։ Ազատությունը դիմել է Երևանի քաղաքապետարան պարզելու, թե ինչպես են պատրաստվում լուծել բնակիչների բարձրացրած խնդիրները։ Պատասխան դեռ չունենք։